Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։ Նրա քայքայիչ ազդեցությունը մեր իրականության մեջ բավարար չափով գնահատված չէ եւ այն իր էությամբ հակասոցիալական, հակապետական եւ հակամարտկային ենթամշակույթ է։ Դրա դեմ պայքարը առաջին հերթին կրթական եւ քաղաքակրթական գործիքներով պետք է կիրառվի, բայց եւ իրավապահ համակարգը պետք է ավելի ու ավելի կենտրոնանա այս խնդրի դեմ գործնական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ըստ էության քրեական ենթամշակույթի գաղափարաբանական հիմքը դիմադրությունն է պետությանը։ Դիմադրությունն է պետությանը, պետական կարգին, օրինականությանը։ Այս նրբությունը շատերը չեն արձանագրում։ Քրեական ենթամշակույթի համար գողանալը նորմալ բան է։ Բոլոր մակարդակներում։ Քրեական ենթամշակույթի համար անձից գողանալը, պետությունից գողանալը, ընկերությունից գողանալը նորմալ բան է։ Իսկ իրավակարգը, սահմանադրությունը ընդհակառակը ասում են, որ գողանալ չի կարելի եւ գողանալը պետք է բերի պատասխանատվության։ Քրեական ենթամշակույթը հիմնականում գրավիչ է դառնում տղաների համար, որովհետեւ հիմնական թիրախումբը հենց տղաներն են եւ ինձ համար ակնհայտ է Հայաստանի Հանրապետությունում մի երևույթ, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում հիմա աղջիկները, կանայք տեսանելիորեն ավելի բարձր մրցունակություն են ստանում։ Իհարկե ես շատ ուրախ եմ, որ կանանց դերը Հայաստանի Հանրապետությունում մեծանում է, կանանց մրցունակությունը կրթության եւ մնացած բոլոր ոլորտներում մեծանում է։ Այստեղ խնդրեմը այն է, որ տղաների մրցակցային վիճակը խաթարվում է առաջին հերթին քրեական ենթամշակույթի բերումով, երբ որ որոշակի խոչընդոտներ եւ պատնեշներ են դրվում, այդ թվում քրեական ենթամշակույթի ազդեցությամբ կրթության եւ տղաների միջեւ, իրավակարգի եւ տղաների միջեւ, եւ սա լրջագույն խնդրեմ է, որի հետ մենք անպայման պետք է առերեսվենք եւ որը պետք է հաղթահարենք։